Բարև սելիկորը եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 11-րդ գլուխը, արդեն եկեք անդրադառնանք 23-ից 32 համարներին։ Եկեք ընթերցենք հատվածը սկզբից, ես կընթերցեմ 22 համարից, որպեսզի շաղկապը պահպանենք։ Եկեք հիշենք, որ նախորդ հատվածում մենք տեսանք Աստված խոսում է Իսրայելի անկման մասին եւ այդ անկման միջոցով մեզ ներկայացնում է 4 ուսուցում։ Առաջինը հեթանոսներին բացված դռան մասին, այսինքն Իսրայելի անկումով հեթանոսներին դուր բացվեց, այսինքն շնորհքի մասին, երկրորդը անդրադարձավ իրական քրիստոնեական խոնարհության նույն կարգավիճակ, ինչպիսին պետք է լինի քրիստոնյան, ընդհանրապես նաև անհավատների հանդեպ, մյուսը մենք տեսանք խոսեց հավատքի մասին եւ նաև անդրադարձանք Աստծո վախի մասին, Իսրայելի անկումով։ Հիմա մեր այս հատվածում 23-ից 32 համարներում առաքյալն անդրադառնում է Իսրայելի արդեն վերականգնման 4 պատճառների։ Եթե այդտեղ 4 ուսուցում Իսրայելի անկումով, այս հատվածում Իսրայելի վերականգնման եւ նրա ապագայի կամ նրան ընդունելության, այսինքն նոր ուխտի մեջ ընդունելության 4 պատճառների մասին։ Եկեք ընթերցենք հատվածը, ես նորից 22 համարից կընթերցեմ, որպեսզի շաղկապը տեսնենք։ Խնդրում եմ ուշադիր եղեք բովանդակությանը, մանավանդ դուք արդեն ունեք որոշակի պաշար նախորդ ձայնագրություններից, նախորդ հատվածներից, որ ավելի լավ տեսնեք ինչպիսի միտք է զարգացնում առաքյալը, այստեղ կարևոր սկզբունք կա։ Նրանք, որոնք կասեն ինչ կապ ունի մեզ հետ, մեր քրիստոնեական եկեղեցու հետ Իսրայելի պատմությունը կամ Իսրայելի կարգավիճակը, ուղղակի հիշեք, որ 13 համարում առաքյալը ասում է ձեզ հեթանոսների ասում, ասկան հարցը ուղղված այս ամենը առաքյալն ուղղում է հեթանոսների եկեղեցուն, հռոմեացիների եկեղեցուն։ Իհարկե այնտեղ կային որոշակի հրեաներ ամենասկզբից, բայց նաև արդեն որոշակի շրջան է, որտեղ հեթանոսներից բաղկացած եկեղեցին է, եւ հիմա շատ կարևոր է հասկանանք, որ Իսրայելի ապագան եւ նրա ողջունաբանությունը սերտ կապված է մեր քրիստոնեական հույսի հետ։ Եվ հապշտակության եւ Քրիստոսի երկրորդ գալստի հետ, այսինքն սրանք շատ կարևոր շաղկապներ են, որ պետք է հասկանանք։ Առաքյալը հատուկ անում սա։ Ուրեմն 22 համարից արդտես Աստծո քաղցրությունը եւ սաստկությունը, կործանվածների վրա սաստկությունը եւ քեզ վրա քաղցրությունը։ Քեզը անձին չի վերաբերվում, այլ հեթանոսների եկեղեցու 13 համարում կարդացինք ձեզ հեթանոսներից ասում։ Եթե այն քաղցրությունը կենաս, ապա թե ոչ դու էլ կկտրվես։ Եվ նրանք էլ, եթե անհավատությունը չկենան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է դարձյալ պատվաստել նրանց։ Ընդհանրապես այս հատվածներում ես ձեզ ցույց կտամ մի քանի հատվածներում, մի քանի համարների մեջ կա բառեր, ես հիմա կարդում եմ Արարատի թարգմանությունը, մի քանի բառեր, որոնք ոչ ճիշտ են թարգմանվել կամ ոչ ամբողջական են ներկայացնում առաքյալի միտքը։ Օրինակ այստեղ երբ որ մենք կարդացինք Աստված կարող է դարձյալ պատվաստել, օրինակ տեսեք ռուսերենի մեջ թարգմանված է սիլիոն բոկ ապիած պրիվից, բոկ սիլիոն ապիա, սիլիոն ուժով է, զորավոր է։ Կարող բառը այդքան չի արտահայտում։ Այստեղ առաքյալն ասում է Աստված զորավոր է կամ Աստված ամենակարող է նրանց նորից պատվաստվել։ Շատ կարևոր է, որտեղ շատ կարևոր սկզբունքի մասին է խոսելու ինքը։ Լավ, անդրադառնանք եւ հետագայում ընթացքի մեջ ես այդ ամեն մի բառի անդրադառնամ, որ բառը սխալ է թարգմանված, որովհետեւ բնագրի հասկացողությունը ավելի մեծ մոտիկ լինի։ Որովհետեւ ի վերջո մեր նպատակն է հեղինակի միտքը հասկանանք, ոչ թե բառերը դնենք մեր ձևով փիլիսոփայիկ բառերի շուրջ։ Եվ նրանք էլ, եթե անհավատությունը չկենան, կպատվաստվեն, որովհետեւ Աստված զորավոր է դարձյալ պատվաստել նրանց։ Վասզի եթե դու ի բնե վայրի ձիթենուցը կտրվեցար եւ բնության դեմ բարի ձիթենու վրա պատվաստվեցար, ել որքան ավելի նրանք, որ բնական են, կպատվաստվեն իրենց ձիթենու վրա։ Ել որքան ավելին դուք մի քանի անգամ կտեսնեք այստեղ, որտեվ հիշում եք, նա ասաց, եթե նրանց անկումը հեթանոսներին կամ աշխարհին խաղաղություն եղավ, փրկություն եղավ, ել որքան նրանց ընդունելություն, հիմա նույնպես ել որքան ավելի նրանք, որ եթե պատվաստվեն, ավելի հաղորդ կլինեն, ավելի շատ հյութից կքաշեն, ավելի խոր, որտեղ նրանք ունեն այն հիմք, այն պոտենցիալ աստվածպաշտություն։ Ամեն դեպքում ել որքան ավելի նրանք, որ բնական են, կպատվաստվեն իրենց ձիթենու վրա, իրենց արմատի վրա։ Որտեվ չեմ կամենում եղբայր, որ չգիտենաք այս խորհուրդը։ Անցյալ ձայնագրության մեջ ես փոքր հավելումի մեջ շեշտեցի խորհուրդ բառը, այն միստերիոն բառը, որը նշանակում է ծածկված, գաղտնիք։ Առաքյալը մի խորհրդի մասին, մի գաղտնիքի մասին ասում, որը ծածկված է։ Երբ որ խոսքը գնում է ծածկվածի մասին, մենք պետք է ուղղակի ուշադիր լինենք։
Ինչն է ծածկված, որտեղ է ծածկված։ Ծածկված է 5 կտականի մարգարեություններում։ 5 կտականի մարգարեները երբեք չեն խոսում հեթանոսների շրջանի մասին, եկեղեցու մասին։ Չկա խոսք, որտեղ այնտեղ կա 69 յոթնյակ եւ վերջի յոթնյակ, բայց 69 յոթնյակից հետո որ Քրիստոսը խաչվում է եւ համբարձվում է, մինչեւ վերջի յոթնյակ այդ ընթացքը, այդ շրջանը բացված չի, դեմարակյացმა չեմ ուզում որ սա չիմանաք, որ կա մի շրջան, որ հիմա Աստված ձեր ընդունելությունն է, ձեզ է դուր բացել։ Եվ դրա մանիք ասում է վազանձի է, որովհետև ասում է չեմ կամենում եղբայրք որ չգիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերումը իմաստուն չլինեք, եւ սա շատ կարևոր է, եթե մենք սա հասկանանք, որ Իսրայելի մասամբ գորություն եղավ, որ հեթանոսների թիվը լրանա, որ հեթանոսների դուռը որ բացվել է, կկուրանան այնքան, որքան որ պիտի հեթանոսների դուռը մնա, երբ որ կվերջանա հեթանոսների թիվը, նրանց դուռ կբացվի նորից։ Այսինքն այստեղ ինքը սա է, որ սա ծածկված էր 5 կտականում եկեղեցու շրջանի մասին, 69 յոթնյակից հետո մինչև վերջի յոթնյակ, այդ շրջանը ծածկված է Աստված, չեմ ուզում որ դուք սա չիմանաք, որ կոնկրետ հիմա նրանց գորությունը կապված է ձեր ընդունելության հետ, այս շրջանի, որ եկեղեցին պիտի մտնի նոր ուխտի մեջ։ Եվ այսպես, որովհետև չեմ կամենում եղբայրք որ չգիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերումը իմաստուն չլինեք, որ մի մասով Իսրայելին գորություն եղավ, մինչև որ հեթանոսների լռությունը մտնական թիվը լռանա։ Եվ այսպես բոլոր Իսրայելը կապրի, ինչպես գրված է, թե Սիոնից փրկիչը կգա եւ ամբարշտությունը դեն կգցե Հակոբից է։ Այստեղ նույնպես ամբարշտություն բառը առավել թարգմանվում է պղծությունը դեն կգցե Հակոբից է կամ անմաքրությունը։ Եվ այս է իմ ուխտը նրանց հետ, երբ որ նրանց մեղքերը վեր կառնեմ, ավետարանի նկատմամբ նրանք թշնամի են ձեր պատճառով, հեթանոսների պատճառով, որ հեթանոսները փրկություն են ընդունել։ Ընտրության նկատմամբ, բառը լսեք, ընտրության նկատմամբ սիրելի են հայրերի համար, ում որ Աստված խոստում ատվե, ում հետ որ Աստված ուխտ արե, սիրելի են հայրերի համար, որովհետև Աստծո շնորհքը եւ կոչումը զղջալ չունի։ Այս Աստծո շնորհքը եւ կոչումը զղջալ չունի կապված է հայրերի եւ Իսրայելի ընտրության հետ։ Սա շատ կարեւոր է։ Եթե Աստծո շնորհքը եւ ընտրությունը կոչումը զղջալ ունենար, վայ մեզ քրիստոնյաներիս, ինքն ասում է, տեսեք Իսրայելի, այսինքն այս զուգահեռականին կտալմա Իսրայելի վրա, որ այո, նրանց ընտրել է եւ այդ ընտրությունը դեռ կա։ Դա չի նշանակում, որ Աստված թողեց իր ընտրությունը մոռացավ, ոչ, կա, բայց որոշակի շրջան նրանց մերժեց, որ ձեզ ընդունի։ Նորից նրանց ընդունելու է ամբողջ Հակոբը։ Հիմա տեսեք, եւ սա շատ կարևոր է, դրամանիքը ասում է որովհետեւ, այսինքն երբ որ խոսում է ընտրության նկատմամբ սիրելի են հայրերի համար ուխտի շրջանակում, անմիջապես սրանում, որովհետև Աստծո շնորհքը եւ կոչումը զղջալ չունի, Աստված չի զղջացել, որ ընտրել է այդ ժողովրդին, որքանով էլ նրանք հիմա անհավատության մեջ են եւ թշնամի են ավետարանի պատճառով, ձեր պատճառով։ Վասնզ ինչպես դուք էլ մի ժամանակ չէիք հավատում Աստծուն եւ հիմա ողորմություն գտաք նրանց անհավատությունով, այնպես էլ նրանք հիմա չհավատացին ձեր ողորմությունով, որ նրանք էլ ողորմություն գտնեն։ Տեսնում եք Աստծո ծրագիրը։ Մեզ օգտագործում է Իսրայելի համար, Իսրայելին օգտագործեց մեզ համար, հեթանոսների համար։ Եվ անմիջապես հետևից ինքը փառաբանելու է Աստծուն, այնպես էլ նրանք հիմա չհավատացին ձեր ողորմությունով, որ նրանք էլ ողորմություն գտնեն, որովհետև Աստված ամենին անհավատության մեջ արգիլեց, որ ամենին ողորմի, բնագրի մեջ գրված չի արգիլեց, որովհետև Աստված ամենին անհավատության մեջ փակեց կամ պահեց։ Սա շատ կարևոր է։ Մենք անդրադառնում ենք այս ամենից։ Սա արդեն մի քանի բառեր ես լեքսիկոլոգիական խնդիրներ նկարագրեցի, որտեղ սխալ է թարգմանված։ Որովհետև Աստված ամենին անհավատության մեջ պահեց, օրինակ ռուսերենի մեջ, եթե կարդաք, սա շատ բարձր է։ Ибо всех заключил Бог в непослушание. Заключил բռնեց, պահեց անհավատության մեջ, կապեց անհավատության մեջ, որ ամենին ողորմի։
Ինչի, որովհետև ողորմությունը նրա փառքի ամենամեծ հատկությունն է, շնորհքը ցույց տա։ Եվ այսպես մենք կթերթեցինք մինչև 32 համարը։ Մինչ կանադառնանք, ես բարբերաբար փորձեցի որոշակի մեկնաբանություն տամ կապված բառերի սխալ թարգմանության հետ կամ չի կարելի ասել սխալ թարգմանություն, բացատրեմ ինչի հետ է կապված։ Կոնկրետ բառերը նոր կտակարանում կոյնե լեզուն, հունարեն լեզուն ինքը շատ ունիվերսալ է։ Ինքը ունի, օրինակ, մի բառ կարող է դուք տեսնեք առնվազն 12 նշանակություն ունի։ Հիմա համատեքստի մեջ թարգմանիչը որ հատկությունն է, այդ բառի որ նշանակությունն է օգտագործել, դա կապված է որքանով է ինքը հասկացել հեղինակի զարգացրած միտքը, կամ որքանով է իր աստվածաբանությունը նախորդ ձևավորված թարգմանության մեջ ազդեցություն ունեցել։ Իսկ դու ճիշտ եք հասկանում։ Այդ բառի այդ նշանակությունները ինքը կիրառել է, բայց իրականում, երբ որ մենք արդեն համատեքստի մեջ տեսնում ենք հեղինակի զարգացրած միտքը հատված առ հատված, մեզ համար առավել կարևոր է, մանավանդ նայում ենք տարբեր թարգմանություններ եւ տեսնում ենք ինչքան օրհնյալ է, երբ որ մենք ճիշտ ենք տեսնում բառի նշանակությունը։ Սա շատ կարևոր է եւ ավելի մեզ օգնում է ճիշտ աստվածաբանություն ձևավորել։ Սերս, մինչ մենք կանադառնանք այս հատվածի մեկնաբանությանը, ես որպես ներածական եմ ուզում ես մեր ձայնագրությունը հասնի, որովհետև մենք բարդ հատվածի մեջ ենք մտնելու ավելի, նորից եմ ասում, այն կապված է մեր քրիստոնեական հույսի հետ։ Իսրայելի ապագան եւ նրա վաղ ճանապարհությունը սերտ կապված է մեր քրիստոնեական հույսի հետ, փրկության հույսի հետ։ Շատ կարևոր է սա։ Եվ փրկության հույսի հետ նաեւ զուգահեռ փրկության վստահության հետ։ Տեսեք, օրինակ, դուք նայեցիք, որ Առաքյալը շեշտում է, որ Աստված չի զղջում իր կանչածը եւ իր ընտրության մեջ, կոչումի մեջ եւ շնորհքի մեջ։ Նույնպես եթե զղջար, ուրեմն միգուցե մեր վրա էլ զղջար, որ մեզ կանչեց։ Ոչ, բայց Աստված ունի ծրագիր, որը իրականացնում է։ Սրանք շատ կարևոր է, մենք անդրադառնալու ենք այս ամեն ինչին, եւ սա է, որ Իսրայելի անկումով եւ մեզ սովորեցնում է քրիստոնեական սկզբունքներ, խոնարհության, հավատքի, շնորհքի, ամեն ինչի եւ նաեւ Աստծո վախի մասին եւ նաեւ Իսրայելի վերականգնումով մեզ սովորեցնում է վստահության մասին, այսինքն Իսրայելի վերականգնումով 4 պատճառների մասին, ինչի Աստված վերականգնում Իսրայելը, խոսելով 4 պատճառների մասին, հաստատում է մեր փրկության վստահությունը։ Սա շատ կարեւոր է, ասելդես, որպեսզի մենք ընդհանուր առմամբ տեսնենք ինչ քաղցր Աստծո խոսքը, բայց մինչ կանադառնանք սրան, ես ուզում եմ մի փոքր անդրադառնալ մեր այսօրվա Իսրայելի ընկալմանը։ Ինչի՞։ Որովհետև տեսեք, այսօր եթե ուշադիր եք, եթե քաղաքական դաշտի հետ մի քիչ գոնե ուշադրություն դարձնեք, եւ իմիջիայլոց շատ հավատացյալներ մխրճված են դրա մեջ, սա շատ վտանգավոր է, ընդհանրապես մի փոքր հատված մեր քաղաքական ընկալումների մասին, որ մենք հասկանանք։ Տեսեք, կապված իշխանությունների հետ։ Երբ որ դուք քրիստոնյային վերստին ծնված անձին հարց տաք, որ իշխանությունն է լավը, եթե անձը կպատասխանի իր սուբյեկտիվ անձնական ընկալումներից շահից, խնդիր ունի քրիստոնեական սկզբունքների մեջ։ Քրիստոնյայի իրական վերստին ծնված քրիստոնյայի համար այն իշխանությունն է լավը, որը արգելք չի հանդիսանում ավետարանի տարածման, փրկության լուրի տարածման, մարդկանց Քրիստոսի հետ հարաբերության մեջ բերելու լուրի տարածման։ Քրիստոնյայի համար, վերստին ծնված անկեղծ քրիստոնյայի համար լավն է այն իշխանությունը, որը արգելք չի հանդիսանում, չեմ ասում, որ միգուցե նույնիսկ նպաստի ավետարանի լուրը տարածելու, փրկության լուրը տարածելու համար, բայց սա չի նշանակում, որ այն իշխանությունը, որը արգելք կհանդիսանա փրկության լուրը տարածելու, Աստծուց չի։ Դա այդպես չի։ Նորից, ես տեսեք, սկզբունքը ձեզ ցույց եմ տալիս։ Կա լավ իշխանություն եւ կա իշխանություն։ Չկա իշխանություն, որը Աստծուց չի, բայց այն իշխանությունը, որը արգելք է հանդիսանում ավետարանի լուրը տարածելուն, այդ իշխանությունը ունի իր խնդիրը Աստծո առաջ, բայց դա Աստծո ունիվերսալ կերպն է, երբ որ Աստված ավելի իր զավակներին ավետարանը տարածողների կյանքում ջանքի մեջ համբղում նրանց, առավել գործ անում նրանց նվիրվածության եւ նրանց հավատարմության հետ։ Սա Աստված ունի իր ծրագիրը, բայց սա չի նշանակում, որ այն իշխանությունը, որը
արգելք չէր հանդիսանում ավետարանի տարածման, այն Աստծուց էր, իսկ այս իշխանությունը, որը արգելք հանդիսանում, Աստծուց չի, ոչ։ Դրա համար ես շեշտեցի, քրիստոնյայի համար որն է լավ իշխանությունը դա նա է, որ արգելք չի հանդիսանում ավետարանը տարածելուն, բայց այն իշխանությունը, որը արգելք է, դա չի նշանակում, որ Աստծուց չի, դա նույնպես Աստծուց է եւ մենք հնազանդ ենք բոլոր իշխանություններին։ Այսինքն, այստեղ լավը եւ Աստծուց լինելը ես ցույց տվեցի, որ ինչի ենք մենք ասում լավ, որովհետեւ մեր քրիստոնյայի վերստին ծնված անձի կյանքի նպատակը Աստծուն փառավորի ամեն ինչի մեջ, ամենամանր, ինչ որ կուտեք էլ, կխմեք էլ, ամեն ինչ արեք Աստծո փառքի համար։ Ավետարանի տարածումը մեր ֆունկցիոնալ դերն է, բուն վերստին ծնված անձը, ով փրկություն ունի, իր համար կարևոր է այդ փրկության լուրը փոխանցի մյուսներին։ Հիմա սա շատ կարևոր է։ Դրա համար ես շեշտեցի լավ է այդ իշխանությունը, բայց դա չի նշանակում այն իշխանությունները, որոնք արգելք են հանդիսանում, Աստծուց չեն, բոլորն են Աստծուց եւ այդ ժամանակ Աստված իր գործը ունի ամեն դեպքում։ Հիմա ինձ թվում է հասկանալի ասեցի։ Եկեք ավելի խորը տեսնենք։ Այսօր հետաքրքրվում է աշխարհը Իսրայելով եւ այսօրվա զարգացող քաղաքական իրադարձությունների հետ կապված կան տարբեր մեկնաբանություններ։ Շատ մարդիկ Իսրայելի մեջ գործված երևույթները ըստ իրենց եւ աստվածաբանության եւ իրենց քաղաքական տեսանկյունի առումով տարբեր մեկնաբանություններով փորձում են հաստատել իրենց տեսանկյունը, այսինքն իրենց ընկալումները այսինքն Իսրայելի մեջ կատարվածը տարբեր կողմերից մեկնաբանելով իրենց ուզածն են ուզում մեզ հաստատել, բայց մեր հասկացողությունը Իսրայելի վերաբերյալ պետքա լինի օբյեկտիվ։ Այն պետքա չձևավորվի որոշ քաղաքական մեկնաբանիչների մեկնաբանության վրա։ Առավել մեր միտքը պետքա նորոգվի Աստծո խոսքով։ Աստծո խոսքը մեզ պետքա ցույց տա իրական Իսրայելի կարգավիճակը, որովհետև կա նորից սուբյեկտիվ անձնական ընկալումներ, օրինակ ավետարանական եկեղեցիները շատ հաճախ հակված են Իսրայելի ամեն մի արածը տեսնեն արդար, դա նույնպես ծայրահեղ կարգավիճակ է։ Որոշներն էլ, որոնք սուբյեկտիվ անձնական ատելություն ունեն դեպի Իսրայելը, ամեն ինչը տեսնում են հակառակ, սա նույնպես ծայրահեղ է։ Դրա համար նորից եմ ասում, մեր միտքը պետքա նորոգվի Աստծո խոսքով եւ Աստծո խոսքը պետքա մեզ ցույց տա որքանով է Իսրայելը Աստծո կամքի մեջ այսօր, որտեղ մենք հետագայում հատվածներ կնայենք, որպեսզի ավելի խոր, որտեղ Իսրայելի մասին ենք խոսելու, որ կտեսնենք, որ ոչ միշտ է եղել, որ Իսրայելը հնազանդ է եղել Աստծուն եւ ոչ միշտ է եղել, որ Աստված նրանց հետ գնացել է խոստացյալ երկիրը ժառանգելու հարցում։ Ինչի, որտեղ խնդիրները մենք կանադառնանք եւ կտեսնենք ինչի հետ այն կապված։ Բայց եկեք ավելի անդրադառնանք մեր մտքի նորոգության, որտեղ այն հանդիսանում է հիմքը մեր Իսրայելի մասին ընկալման ձևավորման, որպեսզի մենք չունենանք ծայրահեղ ընկալումներ։ Օրինակ, երբ որ ես այս ձայնագրությունների մեջ խոսում եի եւ Իսրայելին ներկայացնում էի Աստծո ուխտի մեջ շրջանակում ըստ օնտրյալ ժողովուրդ, ես գիտեմ շատերը հարց էին տալի եւ նրանք մտածում են, որ Արմեն եղբայրը կամ եվրեյ է, հրեա է, կամ էլ հակված է Իսրայելին գովալու։ Ոչ, այստեղ ես խոսում էի ինչ որ խոսում է հատվածը։ Հիմա տեսեք, ես հակված եմ Աստծո խոսքի մեջ տեսնեմ ճշմարտությունը։ Աստծո խոսքն է իմ միտքը նորոգում եւ ես աղոթում եմ անդրադառնալ դրա համար եւ հակված եմ, որպեսզի Աստծո խոսքը տա ինձ ճիշտ տեսանկյուն դեպի Իսրայելը։ Այսինքն այնպես չի, որ ես ուզում եմ, որ հիմա իմ խոսքերով ձևավորվի ձեր Իսրայելի հանդեպ քաղաքական ինչ-որ տեսանկյուն։ Դրա մասին չի խոսքը։ Ես ուզում եմ, որ դուք օբյեկտիվ լինեք Իսրայելի հարցում, դուք ինքներդ տեսնեք ըստ Աստծո խոսքի նորոգված մտքի, որտեղ է Իսրայելը ճիշտ, որտեղ է Իսրայելը սխալ, որպեսզի չլինի անձնական մոտեցում, չլինի մեր ամբիցիաներից, մեր զգացմունքները ձևավորեն Իսրայելի հանդեպ մեր հասկացողությունը, այլ Աստծո խոսքը, սրա մասին է խոսքը։ Ուրեմն հետաքրքիր է, որ տարբեր մարդիկ մեկնաբանում են Իսրայելում կատարվածը իրենց տեսանկյունից օգտագործելով այդ ամենը իրենց մեկնաբանությունը եւ քաղաքական տեսանկյունը հաստատելու համար, այս պատճառով որոշ մարդիկ հավատացյալներ ասում են ընդհանրապես պետք չի Իսրայելով հետաքրքրվել։ Ինչի՞։ Ինչ կապ ունի Իսրայելը մեզ հետ, Իսրայելը արդեն վերջացավ, դա խորհրդանիշ էր, Իսրայելը որպես Աստծո ժողովուրդ էլ գոյություն չունի, այսինքն վերացավ, գնաց այդպիսի հասկացողությունը, քանի որ Իսրայելը արդեն կորցրել է իր տեղը Աստծո ընտրության, փրկության ծրագրի մեջ։
մենք այդ մարդկանց կարգին չենք դասվում, ոչ, մենք այդպես չենք մտածում։ Դա որոշակի աստվածաբանություն է ձևավորված, որն էլ մղում է Իսրայելի հանդեպ այդպիսի ընկալում։ Մենք այդ մարդկանց շարքից չենք։ Հիմա մյուսը, երկրորդը, կան մարդիկ, որոնք հակառակ այս տեսանկյունի ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում Իսրայելում եւ փորձում են գտնել, շատ կարևոր է, թե այս կատարվածը մարգարեական որ խոսքի հետ է կապված։ Սա հիստորիցիզմն է։ Նույնպես կարաք սխալվեք։ Այսինքն որոշ մարդիկ չեն հետաքրքրվում, ասելով որ Իսրայելը Աստծո փրկության ծրագրի մեջ կորելը չկա, կապ չունի ոչ մի բանի հետ, էլ ինչի պիտի իզուր հետաքրքրվենք, սա մի ծայրահեղություն է, որոշ մարդիկ էլ ուշադիր հետևում են Իսրայելի մեջ կատարվածին, ակնկալելով գտնեն մարգարեական ինչ-որ մի խոսք, որը կկապեն այսօրվա կատարվածի հետ։ Սա նույնպես ծայրահեղություն եւ շատ վտանգավոր է։ Սա հիստորիցիզմ կոչված մեկնաբանության կերպն է։ Հիստորիցիզմ սերներս մի քանի կերպեր կա մեկնաբանության։ Պրիտերիանիզմ կա հիստորիցիզմ, կա իդեալիզմ։ Իդեալիզմը, երբ որ ամեն ինչը մարդիկ մարգարեական խոսքի մոտենալու մեկնաբանության կերպեր են։ Իդեալիզմը, երբ որ ամեն ինչը իդեալիզացիա են անում, այսինքն ամեն ինչը այլաբանորեն են ներկայացնում, այսինքն ֆիզիկական կատարվածներ, ասում են սրանք խորհուրդներ են հոգևոր, ամեն ինչը, այսինքն ամեն ինչը բերում են սիմվոլիկայի դաշտ։ Սա ծայրահեղություն է, մյուսն էլ իսկ հիստորիցիզմը փորձում են պատմական կոնկրետ դարաշրջանի իրողությունները վերագրեն մարգարեական խոսքում ասված որևէ մի երևույթի։ Այ կարմիր գազանը սա է, սա է, այսինքն կարմիր գազանը Հռոմի պապն է, մյուսը սա է, հակա Քրիստոսը Հռոմի պապն է, չգիտեմ, տարբեր, սա հիստորիցիզմ, սա նույնպես վտանգավոր է, շատ զգուշ եղեք։ Այսօր շատ են այդպիսի մեկնաբանիչներ, շատ ամեն դարերում դա եղել է, օրինակ կապում են չարը, այսինքն մասոնների հետ, մասոնները 300 տարի ավոր կան, բա միջև է ով էր չարը, կամ մասոնները միգուցե ասեն վաղը մի հատ ուրիշը գա, միգուցե նա է, ոչ թե մասոնները, այսինքն կսխալվեք ամեն դեպքում։ Դա համար չի կարելի հիստորիցիզմը, դա ինչի խնդիրը որտեղ է նրա կոնկրետ դարաշրջանի կատարված քաղաքական, ֆիզիոլոգիական երևույթը կապել Աստծո խոսքի մարգարեական խոսքի ինչ որ մի մարգարեության հետ, շատ զգուշ եղեք։ Լավ, հիմա որովհետև նաև Իսրայելի պատերազմների շրջանը կապում են վերջի շրջանի հետ, բայց Հիսուս Քրիստոսն ասաց, որ պատերազմները մինչև վերջ գալու են, այսինքն պատերազմների ուժը փոքրությունով չեք կարող որոշեք, որ շրջանն է Իսրայելի կամ Քրիստոսի գալուստի որ շրջանն է։ Շատ զգուշ եղեք, սա կսխալվեք դու։ Ուրեմն, ես սա ասում եմ, որպեսզի մենք ուշադիր լինենք Աստծո խոսքին եւ ուղղակի ինչ որ գրված է, գրվածից ավել չխորհենք, որտեղ այդ ժամանակ սատանայի ուզածն է, որ ինքը ձեզ խաբի։ Հիմա նորից կան մարդիկ էլ, որոնք ուշադիր են, որպեսզի մարգարեական որ խոսքերի հետ կապեն կամ հիմնեն այդ խոսքերի հետ, որ Իսրայելում ինչ է հիմա կատարվում։ Տեսեք, միգուցե Քրիստոսի երկրորդ գալուստն է եւ այդ պատերազմներով հետևելով Իսրայելի մեջ փորձում են սա գտնել։ Ուրեմն անդրադառնալով սրան նորից որպեսզի ընկալենք, այսինքն որոշ մարդիկ հետևելով Իսրայելում կատարված իրողություններին, մանավանդ այս պատերազմներին, փորձում են ցույց տալ, որ միգուցե Քրիստոսի երկրորդ գալուստի արդեն վաղն է, ժամանակն է, բայց ուշադիր եղեք, երբ որ Քրիստոսը խոսում է այս մասին, ինքն ասում է, որ պատերազմները ուղեկցելու են ընդհանրապես Իսրայելին մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Դուք չեք կարող, այսինքն պատերազմները միշտ եղել են։ Դրա համար պետք է շատ ուշադիր լինեք եւ Քրիստոսի խոսքը սրա մասին է։ Հիմա միակ բանը, որ կարող ենք ասել, դա նա է, որ հակաքրիստոսը դեռ չի եկել իշխանության, քանի դեռ շարունակվում են պատերազմները Իսրայելում, որտեղ հակաքրիստոսը երբ որ կգա, պատերազմները կդադարեցնի։ Հիշում եք, այն ժամանակ կասեն խաղաղություն է։ Դրա համար շատ զգուշ եղեք, այսինքն պատերազմները եւ այդ պատերազմների մեծությունը կամ փոքրությունը տեսնելով չեք կարող որոշեք։ Դրա համար զգուշ եղեք։ Միակ բանը նորից եմ ասում, որ մենք կարանք վերջնական որոշակի նշան մենք տեսնենք, դա է որ հակաքրիստոսը դեռ չի եկել իշխանության։ Հակաքրիստոսը դեռ չի եկել իշխանության եւ պատերազմները դեռ շարունակվում են։ Մեկ այլ կատեգորիա մարդկանց։ Սա քաղաքական տեսանկյունից է։ Տեսեք, ես ինչի եմ ասում, Իսրայելը այսօր աշխարհի կենտրոնն է, բոլորի ուշադրությունը դրա վրա է։ Մանավանդ հավատացյալ աշխարհի։ Ինչի եմ ասում, որովհետև կա որոշակի խնդիրներ, անձնական սուբյեկտիվ մոտեցումներ, դա մար ասացի,
Մենք պետք է լինենք ավելի օբյեկտիվ։ Կարևոր մի բան, այստեղ ուշադիր եղեք։ Ես որ շեշտեցի, որ մեր միտքը պետք է նորոգվի Աստծո խոսքով, դա այն միջուկն է, որը մեզ պահում է, որը մեզ թույլ չի տալի, որ մենք ծովի ալիքների մեջ ընկնենք, որպես երեխա տարբեր վարդապետություններից տարբերվենք, տարուբերվենք։ Սա Եփեսացիս 4 գլուխն է ասում, խոսքը մեզ պետք է պահի որպես խարիսխ ճշմարտության մեջ, ճշմարտությունը գիտենք։ Ուրեմն տեսեք, օրինակ Քրիստոսի օրինակը մենք նայենք։ Հիսուս Քրիստոսը երբեք մարդկանց ասացից չէր ձևավորում իր վարքը։ Մարդկանց ասած խոսքը Քրիստոսի վրա ազդեցություն չունի։ Ինչի՞։ Որովհետև Քրիստոսի ուշադրությունը հոր կամքի վրա է։ Հոր կամքի վրա է։ Քրիստոսի ուշադրությունը լինելով հոր կամքի վրա, այսինքն Քրիստոսի կյանքի կենտրոնում հոր կամքն է։ Հոր կամքն էլ ձևավորում է նրա ամեն արածը, մարդկանց հետ հարաբերությունը։ Իսկ եթե մեր կյանքի կենտրոնում հոր կամքն է, որտեղ ենք մենք ճանաչում հոր կամքը։ Երազներով, ոչ, Աստծո խոսքի ուսումնասիրությունով։ Եթե մեր կենտրոնում կյանքի հոր կամքն է, մեր մյուս մարդկանց հետ հարաբերությունը, մարդկանց մասին ընդհանրապես մեր ընկալումները կձևավորվի հոր կամքով։ Եվ ամեն ինչ կլինի ճիշտ, այսինքն հայրը կփառավորվի։ Եթե ոչ, կընկնենք անձնական դաշտի մեջ եւ սխալի մեջ։ Ուրեմն տեսեք, սա շատ կարևոր է։ Քրիստոսի կյանքի պարագան հենց սա է։ Օրինակ, երբ որ մենք աղոթք ենք անում, մեր աղոթքի մեջ շատ կարևոր է, որ մենք լինենք աստվածակենտրոն, այսինքն խոսքը ձևավորի մեր աղոթքը։ Աղոթքի մեջ մենք մնում ենք Աստծո կամքի մեջ։ Հայր, քո կամքը լինի, քո կամքը գա, քո արքայությունը գա, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Մեր հայր մեր աղոթքը, որը ֆորմուլան է աղոթքի, որ անդադար ձևավորում է մեր հարաբերությունը Աստծո հետ եւ մեր կյանքի կենտրոնում դնում է հոր կամքը, սա շատ կարևոր է։ Մենք աղոթում ենք հորը, չէ՞, Հիսուս Քրիստոսի անունով եւ Սուրբ Հոգով։ Տեսեք երրորդությունը եւ հոր կամքի մեջ։ Մենք աղոթում ենք հորը Հիսուս Քրիստոսի անունով եւ Սուրբ Հոգով։ Կամ Հիսուս Քրիստոսի անունից Սուրբ Հոգով։ Շատերը Հիսուս Քրիստոսի անունից սխալ են ընկալում, մի քիչ սրա մասին խոսեմ, դա սա մտքի նորոգության հետ կապված է։ Ես չեմ շեղվել ընդհանուր մեր թեմայից։ Ուղղակի ուշադիր եղեք ինչի համար եմ ես սա ասում։ Շատերն ասում են Հիսուս Քրիստոսի անունից, դա նշանակում է ուղղակի աղոթքի մեջ Հիսուս Քրիստոսի անունը տա։ Ոչ, այդպես չի, սիրելիներս։ Հիսուս Քրիստոսի անունից նշանակում է այն, ինչը կխնդրեր Քրիստոսը։ Այսինքն եթե դուք հորից խնդրում եք մի բան, հասկանալով, որ այդ ամենը Քրիստոսն է ուզում ձեզ համար, խնդրեք հորից Հիսուսի անունով։ Այսինքն դա նույնն է, ինչպես Հիսուսը խնդրեր հորից ձեզ համար դա։ Սա է նշանակում Հիսուսի անունով։ Սա նշանակում է Հիսուսն է դա խնդրում, հայր։ Եթե դուք հասկանում եք, որ ձեր խնդրածը հորից մի բան է, որ Հիսուսը կուզեր ձեզ համար, Հիսուսի անունով խնդրեք եւ դա կառնեք։ Հիսուսը սա է ասում. Մինչև հիմա իմ անունով չխնդրեցիք, իմ անունով խնդրեք, այսինքն հասկանալով ով եմ ես, ինչ եմ ուզում ձեզ համար, դա խնդրեք հորից, հայրը դա ձեզ կտա։ Եվ Սուրբ Հոգով, իսկ Սուրբ Հոգու գործը, տեսեք, հայրը ծրագրեց ամեն բան, նույնիսկ ֆիզիոլոգիական, նույնիսկ այս աշխարհը ստեղծագործությունը, Հիսուսը որպես ճարտարապետ, Սուրբ Հոգին ջրերի վրա շրջում է, Սուրբ Հոգին գործ անողն էր։ Այսինքն Հիսուսը որպես ճարտարապետ։ Տեսեք, Սուրբ երրորդությունը աշխատում ամեն ինչի վրա, նույնիսկ մեր կյանքում, քրիստոնեական կյանքում, հոր կամքի մեջ մնալու մեջ Սուրբ Հոգին է մեր վրա աշխատում, նույնպես։ Այսինքն այս Սուրբ երրորդությունն է մեր վրա։ Մենք ունենք հոր կամքը, Քրիստոսը մեզ խոսում է հոր կամքի մասին, Սուրբ Հոգին մեր մեջ բերում է Աստծո խոսքով հոր կամքի հասկացողությունը։ Հիսուսն ասեց ինձանից կվերցնի ձեզ կտա։ Այսինքն Սուրբ երրորդությունը մեկը մյուսից առանձին չի գործում։ Քրիստոսի կամքը, հոր կամքը, Սուրբ Հոգու կամքը նույնն է։ Մեկ աստվածային բնություն։ Սա կարևոր է։ Այսինքն դա համար ինչի եմ ես ասում, եթե մեր Իսրայելի մասին հասկացողությունը ձևավորվում է հոր կամքից, Աստծո փրկության ծրագրից, ով է Իսրայելը, նոր ճիշտ ընկալումներ կունենանք, զգույշ կլինենք ծայրահեղությունների մեջ ընկնելուց։ Սա կարևոր է, սիրելիներս։ Դրա համար մենք պետք է առավել ուշադիր լինենք եւ Քրիստոսի օրինակը ունենանք ընդհանրապես տարբեր երևույթների մասին մտածելուց։ Հիսուսը շեշտում էր, ինչքանով էր Հիսուսի կյանքում հոր կամքը առավել, Հիսուսն ասում էր, ես ոչինչ չեմ անում, ինչ որ հորից տեսնում եմ, նա եմ անում։
Ինչ որ հայրն ասում է, նա եմ ձեզ ասում։ Փիլիպոսն ասաց, Տեր, հայրը մեզ ցույց տուր, ասաց, այսքան ժամանակ ես ձեզ հետ եմ չտեսան, այսինքն Հիսուս չի ասում, որ ես հայրն եմ։ Ճիշտ հասկացեք։ Այստեղ է որ խնդիր կա նույնիսկ Սուրբ Երրորդության հետ կապված։ Հիսուսն ասում է, ինձ տեսնողը հորը տեսա, որտեղ ես անում եմ այն ամենը, ինչ որ հայրն է անում։ Ես անում եմ այն ամենը կամ խոսում եմ այն ամենը, ինչ որ հայրն ասում։ Այսինքն ինձ տեսնելով դուք հորն եք տեսնում։ Սա շատ կարևոր է, որովհետև Հիսուսն ասում է, ես իմ փառքը չեմ փնտրում։ Կա մեկը, որի փառքը, այսինքն հոր փառքը, այսինքն Հիսուսը, բայց հետագայում նաև Հիսուսը խոսում է իր փառքի մասին, արդեն որպես երրորդության, որպես երկրորդ անձ, շատ կարևոր է սա։ Ուրեմն, երբ որ մենք խոսում ենք այս մասին, պետք է անցնենք, որ Հիսուսի օրինակն է մեզ համար, որ մեզ պահում է Աստծո կամքի մեջ, որպես Աստծո կամքը մեր կյանքի կենտրոն, աստվածակենտրոն ընկալում եւ Իսրայելի մասին, եւ եկեղեցու մասին, դա խոսքի մեջ մնալը, խոսքը ուսումնասիրել եւ խոսքը ձևավորի իրական մեր Աստված ճանաչությունը։ Այդ ժամանակ մեր կյանքի ամեն մի պարագան, թե ուտելը, թե խմելը, թե քնելը կփառավորի Աստծուն կամ պտուղ կբերենք առ Աստված։ Սա շատ կարևոր է հարաբերությունների մեջ։ Ինչ որ անում ենք, մեկին ինչ որ մի բան խորհուրդ ենք տալի, ասում ենք, ավետարան ենք փոխածում։ Այդ ժամանակ փառավորի Աստված, եթե մեր կյանքի կենտրոնը հոր կամքն է։ Այսպես, որոշ մարդիկ նայում են այս պատերազմներին եւ նշում են, որ այս հարցում հանցանքը Իսրայելինն է։ Իսրայելն է մեղավոր։ Ինքն է հաբզբզում է։ Որոշ մարդիկ էլ, որոշ կատեգորիա ավելի հակված են Իսրայելին պաշտպանելու, ասում են Իսրայելը ցեղասպանություն ապրած ազգ է, ժողովուրդը ինքը չի կարա պատերազմել հրահրի, այստեղ էլ ինչ որ Իսրայելը անում է, հալած յուղի նման Իսրայելին արդարացնում են։ Սրանք բոլորը ոչ աստվածաշնչյան մարդկային մոտեցումներ են, սուբյեկտիվ, անձնական, շատ զգուշ եղեք սրանից, որպեսզի ձեր անձնական էմոցիաները եւ ամբիցիաները չձևավորեն Իսրայելի մասին հասկացություն, այլ լինեք օբյեկտիվ, ի նկատի ունեմ Աստծո խոսքի մեջ մնանք, ով է Իսրայելը։ Ինչի այսքան խոսեցի ես Իսրայելի մասին, որովհետեւ մենք այս վերջի հատվածում շատ կարևոր բաներ ենք տեսնելու։ Ուրեմն տեսեք, աստվածաբանության մեջ որտեղից առաջացավ այն աստվածաբանությունը, որ Իսրայելը մերժված է որպես Աստծո ժողովուրդ, որովհետև 15 դար 1500 տարի Իսրայելը որպես պետություն գոյություն չուներ։ 1948 թվականից, երբ որ վերականգնվեց Իսրայելը, երբ որ սկսեց արդեն Երուսաղեմը եւ հրեաները վերդարձան իրենց երկիր, այդտեղից որոշակի ուշադրություն սկսվեց դեպի Իսրայելը։ Եվ տեսեք, օրինակ այս վերջի շրջանում ավելի այն մեծացավ, որովհետև հոկտեմբերի 7-ին 2025 թվականի, եթե հիշում եք, մի օպերացիա էր, կոչվում էր Այլ-Ակսա, դա Համասն էր, Համասի խմբավորումը արաբական, որ հարձակվեց, եւ Այլ-Ակսա դա ջրհեղեղ է նշանակում, բայց դա Երուսաղեմում գլխավոր մեջիդն է արաբների եւ իսլամական, որի անունով այդ խմբավորման, այդ արաբական, այդ Համասի այդ հարձակումը կոչեցին։ Հիմա սրանից հետո սկսվեց հրեական, երբ հարձակվեցին, հրեական ավանդույթի համաձայն նրանց մոտ կատարում է Սիմխաթ Տորա տոնը, եւ դա օրենքի ուրախության տոն է կոչվում։ Օրենքի ուրախություն, Սիմխաթ Տորա, եւ այդ ժամանակ պարում էին եւ համույթներ կային, հավաքվել էին եւ պարում էին եւ իրականացնում էին այդ պարերը եւ այդ ժամանակ էլ հարձակվեցին, այդ Աստծո օրենքի տոնի հարձակումը կարծես որոշակի առումով նշանակալից էր, ինչի, որովհետև դա տաղավարած տոնի վերջի օրն է։ Եվ հիշում եք այդ վերջի օրն էր, որ Հիսուս Քրիստոսը աղաղակում էր եւ ասում էր, ով որ ծարավ է, թող ինձ գա, թող ինձ մոտ գա, եւ ով որ ինձ հավատա, նրա փորից կենդանի ջրեր կբխեն։ Դա եթե նայեք Հովանու 7:30-ն է։ Հենց այդ օրը հարձակվեցին։ Համասի այդ խմբավորումը հարձակվեց այդ օրը, եւ այդ օրը կարելի ասել մոտավորապես սկսվեց 2000-ից 5000 հրթիռակոծությունով, դրանից 2500 հոգի զինված խմբավորման մարդիկ, այսինքն արաբներ հարձակվեցին, իսլամի հետևորդներ հարձակվեցին եւ մոտավորապես 1400 իսրայելցի խաղաղ բնակիչ եւ զինվորներ սպանվեցին։ Եվ սա կարելի է ասել, որ հոլոկոստից հետո վերջի ավելի այդքան ցեղասպանության հետ նման մի ինչ-որ սպանություն եղավ, դրա համար ինքը շատ նշանակալից եղավ Իսրայելի համար ու բոլորի ուշադրությունը մղվեց դեպի դա։ Տեսեք,
Պատասխան սրան մենք տեսնում ենք, որ պատերազմը ձևավորվեց։ Պատասխան սրան Իսրայելի իշխանությունները մտցրեցին ռազմական իրավիճակ, առաջի անգամ դա սկսեց, առաջի անգամ արդեն 1973 թվականից հետո, այս վերջում նոր մտցրեցին եւ կոչվեց երկաթյա սուր, այդ օպերացիան կոչեցին, որտեղ Գազայի հատվածում սկսեցին այդ պատերազմները, հարվածները, այսինքն Իսրայելը հակահրթիռներ ուղարկեց նաև Գազայի հատված եւ շատ ժողովուրդ նաև մացավ արաբական շրջանում, նույնպես խաղաղ ժողովրդից։ Եվ Իսրայելը տուժեց եւ արաբները տուժեցին։ Այսինքն ինչ ենք մենք տեսնում։ Հիմա դրա համար բոլորի ուշադրությունը ուղղվեց դրա վրա։ Հիմա տեսեք, ամեն դեպքում այս կատարվածը նույնպես կարող ունենա սուբյեկտիվ մեկնաբանություն։ Մարդիկ, որոնք հակված են Իսրայելին, պաշտպանում են Իսրայելին, մեղադրում են արաբներին, մարդիկ, որոնք հակված են պաշտպանել արաբներին, մեղադրում են Իսրայելին։ Այսինքն սա, որպեսզի մենք այս ամեն ինչի, այս երևույթի մեջ չտեսնենք, բայց ուղղակի կարանք մի բան հասկանանք, որ արևմուտքը մեծամասամբ մեղադրեց Պաղեստինին, իսկ արաբական իսլամականը մեծամասնությամբ մեղադրեցին Իսրայելին։ Այդ ուղղոնում, երբ որ պետք է ընտրվեր, այսինքն Պաղեստինի անկախ պետությունը, Իսրայելը խոչընդոտ եղավ դրա համար առավել արաբական աշխարհները ավելի մեղադրում էին Իսրայելին։ Այսինքն սա քաղաքական մեկնաբան, ամեն դեպքում մեր քրիստոնեական հարցը չի տալ այս ամենին քաղաքական գնահատական։ Սա է իմ ասածը։ Ես ուղղակի ասացի վերջի շրջանում ինչ կատարվեց։ Այո, մեծ 1400 հոգի մացավ, 2000-ից 5000 հրթիռ թռավ, հետո դրանից հետո 2500 զինյալ, ասի պաղեստինցիներ մտան եւ սպանեցին 1400 հրի։ Այսինքն մենք դա հասկանում ենք։ Բարերը մենք հասարակ ենք ասում, իհարկե դա մեծ ողջ է։ Եվ սա հոլոկոստից հետո ամենամեծ սպանությունը եղավ Իսրայելում։ Դրա համար ձևավորվեց պատերազմ, այդ երկաթյա սուր այդ հարձակումը Իսրայելը ձևավորեց։ Բայց նորից եմ ասում, ես սա չեմ ասում, որպեսզի մենք տանք քաղաքական տեսանկյուն կամ գնահատական։ Դա չենք անի եւ ոչ էլ գուշակություններ կանենք, թե այս ամենը ինչով կավարտվի, դա չի մեր նպատակը։ Բայց շատ կարևոր տեսնենք, որ միշտ Իսրայելի ժողովուրդը կայացրել է որոշում շատ հաճախ Աստծո կամքից դուրս։ Ես սա եմ ուզում տեսնեիք։ Այսինքն նրանք, որոնք անձնական հակված են Իսրայելին, Իսրայելի ամեն արածը ճիշտ ընկալելու, չեն տեսնի սա։ Այսինքն երբ որ Աստվածաշունչն է ձևավորում մեր ընկալումները, մենք կարանք տեսնենք, որ Իսրայելի ժողովուրդը ոչ միշտ է կայացրել ճիշտ որոշում, որտեղ շատ հաճախ հեռացել է Աստծո կամքից։ Նույնիսկ Թվոց գրքում մենք կարանք այսպիսի շատ հատվածներ տեսնենք, երբ որ Աստված ասում է ես ձեզ հետ չեմ գա, եւ հակառակ Աստծո գնում են եւ կոտորվում են։ Այսինքն սրանք շատ կարևոր հատվածներ են։ Օրինակ մի հատված Թվոց 14:40 եւ առավոտած կանուխ վեր ելան լեռան գլուխն ասելով. ահա մենք եկեք վեր ելնենք այդ տեղը, որ Եհովան ասել է, որտեղ մեղք գործեցինք։ Շատ արագ ապաշխարում են, շատ ձևական ապաշխարություն ու գնում են, որպեսզի պատերազմեն եւ ժառանգեն խոստացյալ երկիրը որոշ հատված։ Շատ արագ, շուշուտ, ապաշխարենք գնանք։ Այսինքն կարծես թե ասում է Տեր Աստված, ապաշխարեցինք, դե հիմա գնանք ու ժառանգենք։ Տեսեք ուշադիր ինչ է կատարվում։ Եվ Մովսեսն ասեց. ինչու եք այդպես Եհովայի հրամանից դուրս գալիս։ Այդ ինչ եք ձևական բաներ անում։ Այդ բանը չի հաջողվի, չի լինի, այդպես մի արեք, Աստված ձևական ապաշխարություններ, բառացի խոստովանություններ, չի ուզում, սրտի հետ է կապված խոստովանություն եւ Աստծո կամքի մեջ մնալն է կարևոր։ Եվ Մովսեսն ասեց. ինչու եք այդպես Եհովայի հրամանից դուրս գալիս։ Այդ բանը չի հաջողվի, 42 վեր մի ելնեք, որովհետեւ Եհովան ձեր միջումը չէ։ Մի գնացեք ժառանգելու, մի գնացեք պատերազմի, որտեղ Աստված ձեր հետ չի գալու։ Որպեսզի ձեր թշնամիների առաջին ջարդվեք, որովհետև ամեղակացիները եւ քահանացիները այնտեղ ձեր առաջին են, եւ դուք սրով կընկնեք, որովհետև դուք Եհովայից ետ եք դարձել, Եհովան ձեզ հետ չի լինի։ Շատ հատվածներում տեսնում եք, որ Իսրայելը ինքնագլուխ անում շատ բան։ Չի կարելի վերցնել եւ արդարացնել։ Այսինքն չի կարելի ասել Աստծո ժողովուրդն է ինչ որ անում է ճիշտ անում։ Տեսեք նորից։ Դա չի նշանակում որ Աստծո հսկողությունը չի կամ Աստված թույլ չի տալիս։ Աստված կապ չունի այդ արած։ Դրա մասին չի խոսքը, այլ բարոյական արժեքի համաձայն Աստծուն հակառակ են անում։
Սա կարևոր է մենք տեսնենք եւ հետագա համարում, բայց նրանք հանդգնեցին լեռան գլուխը վեր ելնելու, սակայն Եհովայի ուխտի տապանակը եւ Մովսեսը բանակի միջիցը չբաժանվեցան։ Այն ժամանակ այս սարի վրա բնակվող ամաղեկացիներ եւ քանացիներ իջան եւ զարկեցին նրանց եւ հալածեցին մինչեւ Հորմը, պարտվեցին։ Այսինքն շատ հաճախ մենք տեսնում ենք, որ Իսրայելը կարա որոշ գործողություն անի եւ քանի որ նրանց կյանքում միշտ տեսնում ենք մեծ մասամբ եւ առաքյալ օգտագործում ասա զանգվածային, այսինքն անհավատության մասին։ Շատ հատվածներ խոսում են, որ Իսրայելը հեռանում է Աստծուց եւ գործեր անում առանց Աստծո, որ Աստված չի մչամտում։ Այսինքն կարևոր է սա հասկանալ։ Տեսեք, մեր հատվածում 23-րդ համարում տեսնում ենք, որ Իսրայելը մեծամասնությամբ ընկավ անհավատության մեջ։ Իսկ մենք կարադառնանք, թե երբ որ առաքյալն ասում է անհավատություն, ինչի հետ է կապված, որովհետև եթե դուք իմանայիք Իսրայելին, Իսրայելը իրեն համարում է հավատացյալ ժողովուրդ եւ շատ տիսակատարությունների մեջ է։ Ինչի է առաքյալն ասում անհավատություն, այն կապված է Քրիստոսին ընդունելու հետ։ Հիմա իսլամում էլ ինձ շատ եղբայրներ կան ասում են, բայց արմ եղբայր, տես արաբները կամ մուսուլմաններ կամ ծայրահեղ հավատացյալներ, նրանք հավատացյալ չեն համարվում սերներս։ Հավատացյալը առաքյալ բառը օգտագործում է Քրիստոսին հավատացողի հանդեպ։ Հիմա բուդդիզմն էլ է հավատում, ջայնիզմն էլ է հավատում, իսլամն էլ է հավատում իրաց Մուհամեդին։ Նրանց հավատքը սնոտի է, այսինքն այդ հավատքը փրկության հավատքը չի։ Այսինքն այս հավատքի հետ կապված, երբ որ առաքյալը ասում է անհավատության մեջ, ի նկատի ունի Քրիստոսին մերժեցին, Քրիստոսին չհավատացին։ Այսինքն մնացած ինչ ծեսեր անում են հավատքով են չեն, բայց բոլորը սնոտի է, փուջ է։ Տեսեք 23 համարում մենք կարդում ենք, որ Իսրայելը ընկավ անհավատության մեջ եւ նրանք էլ թե անհավատությունը չկենան, այսինքն անհավատության մեջ են մեծամասնությամբ։ 25 համարում գրված է կուրության մեջ ընկան, տեսեք, որովհետեւ չեն կարող չգիտենաք, թե այս խորհուրդը, որ ձեր անձերում իմաստուն չունեք, որ մի մասով Իսրայելին կուրություն եղավ, մեծամասնությունը կուրության մեջ է։ 26 համարում անբարշտության մեջ են մնում կամ ասևիա բառը, որը նշանակում է պղծության մեջ են մնում։ Իսրայելը հիմա կոնկրետ, եթե դուք անդրադառնաք Իսրայելի բարոյական արժեքներին, պղծության գագաթնակետում են։ Միգուցե ոմանք ասեն, որոնք հակված են Իսրայելի պաշտպանին, ասեն, ինչ ես ասում, եղբայր Իսրայելի հանդեպ։ Իսրայելում հիմա պղծության գագաթնակետը, գեյ պարադները, որ այնտեղ անցկացվում են, համարյա ուրիշ տեղ չեն անցկացվում այդպիսի գեյ պարադներ, կամ եթե դուք անդրադառնաք այնտեղ անառակների թիվը եւ անառակների թիվը եւ ինչ արժեք ունեն, շատ էժան է։ Գիտեք ինչ խնդիր կա, $1 է մի աղջիկը, այդ աստիճանի պղծված են արդեն։ Դե համար եմ ասում, հիմա ուշադիր նայեք, մենք մեր հատվածում խոսում է 26 համարում պղծության մեջ 26 համարը մեր մոտ սխալ է թարգմանված բառը, տեսեք, եւ այսպես բոլոր Իսրայելը կապրի, ինչպես գրված է, թե Սիոնից փրկիչը կգա, ես անդրադառնամ ավելի խորը, տեսեք հատվածին մի րոպե։ Եվ այսպես բոլոր Իսրայելը կապրի, ինչպես գրված է, թե Սիոնից փրկիչը կգա եւ անբարշտությունը դեն կգցե Հակոբից, անբարշտություն բառը, այս բառն է, որ ասեցի ձեզ ես, այն նշանակում է պղծություն։ Այս բառը նկարագրում է պղծություն եւ հիմա Իսրայելը այդ պղծության մեջ է։ Հետաքրքիր է, որ նույնիսկ եթե դուք անդրադառնաք, այսինքն հայտության գրքին կտեսնեք Երուսաղեմը կոչված է հոգևոր խորհուրդով Սոդոմ եւ Եգիպտոս, Երուսաղեմ քաղաքը, եթե հայտության գիրքը նայեք։ Ասևեյա բառը, որ մենք կարդում ենք այստեղ անբարշտություն, այսինքն անբարշտություն բառը, եթե նայեք ռուսերենը առավել ցույց է տալիս բառը։ Итак, весь Израиль спасется, как написано, придет от Сиона избавитель и отвратит нечестие. Ասևեյա նշանակում է պղծությունը, անմաքրությունը Իսրայելից։ Հիմա Իսրայելը դրա մեջ է։ Սա շատ կարևոր է։ 28 համարում, երբ որ մենք կարդում ենք գրված է թշնամի են, ձեզ թշնամի են, ինչպես արդեն ասեցի, օրթոդոքսի որոշակի շրջաններ, եթե դուք գնաք ավետարան, որպես քրիստոնյա, ձեզ կքարկոծեն, թշնամի են, ձեր պատճառով ավետարանի թշնամի են։ Հիմա եթե մենք տեսնում ենք 23 համարում նրանք անհավատության մեջ են, 25-ում կուրության մեջ են մեծամասնությամբ, 26-ում պղծության մեջ են, 28-ում թշնամության մեջ են ավետարանի, 30-ից 31-ում անհնազանդության մեջ են,
ապեիֆեո բառն է, որպես հիմա չգիտեմ ոնց է թարգմանած հայերում 30-31-ում, տեսեք կարդում եք, բասыз ինչպես դուք էլ մի ժամանակ չէիք հավատում, հավատալ է թարգման, բայց իրականում գրած է անհնազանդ էիք, ապեիֆեա բառն անհնազանդության մեջ է կամ անհավատարմության մեջ է, 32 համարում առավել կարդում ենք, որ նրանց Աստված դրեց այդ վիճակի մեջ, զակլուչիլ, ավելի բառը սուկլեո բառն է, զակլուչից, զատվարյաց, զապիրած, բռնեց պահել դրա մեջ 32-ում որ կարդում եք, որտեղ Աստված ամենին անհավատության մեջ պահեց, այստեղ գրված է արգիլեց, պահեց, որ ամենին ողորմի, որքանով էլ որ այս բոլոր բնութագրերը վերաբերվում են Իսրայելին, շատ կարող է իմանանք, որ այս ամենը բարոյական արժեքներով անկում է, բայց նրանք շարունակում են մնալ Աստծո ընտրյալ ժողովուրդ։ Նորից, որպեսզի հասկանանք, սա ներածական ենք մենք, որպեսզի ավելի ճիշտ ենք տեսնելու Իսրայելի կարգավիճակը Աստծո խոսքի։ Ես չեմ ասում, որ քաղաքական գնահատական տամ նրանց, այլ որ մենք պետք է օբյեկտիվ լինենք նրանց ընկալման մեջ, ոչ սուբյեկտիվ էմոցիոնալ մտածելով, այլ իրականությունից։ Ում որ սիրում ես, միշտ փորձում ես արդարացնես, դրա առաստելը միշտ փորձում ես ճիշտ տեսնես, բայց դա այդպես չի։ Հավատացյալը չպետք է ունենա ընկալում, որ Իսրայելը միշտ ճիշտ է, ինչ էլ որ անի իր քաղաքականությունում։ Սա սխալ ընկալում է, սա սուբյեկտիվ անձնական մոտեցում է։ Եվ այսպես, չնայած որ Իսրայելը իր ընթացքում մեծամասամբ եղել է անհավատ, անհնազանդ, պղծված, կուրացած, նա շարունակում է մնալ Աստծո ընտրյալ ժողովուրդ, եւ սա պարադոքս է։ Ինչ առումով, այսինքն պարադոքս նշանակում է իրար հակասող մտքեր կան։ Եվ այսպես է, եւ այսպես է, այսինքն պիղծ է, բայց Աստծո ժողովուրդ է մնում։ Ինչպես, սա պարադոքս է։ Աստվածը շատ պարզ է սովորեցնում, որ այս անհավատ, անհնազանդ, կույր, պիղծ, անհավատարիմ ժողովուրդը ավետարանի թշնամի մնում է Աստծո ընտրյալ ժողովուրդ եւ այս ժողովրդի համար կա ապագա Աստծո փրկության ծրագրի մեջ։ Եվ սա դրա համար մենք հիմա տեսնում ենք այս կարգավիճակը դրամարկացվում մասամբ ժամանակավոր Իսրայելը այսպիսին է հատուկ է դա։ Սա ուզում եմ որ դուք տեսնեք, այսինքն սա չի նշանակում որ այդ ժողովուրդը այդպիսին է, այլ Աստծո ժողովուրդը չի, Աստծո ծրագրից դուրս եկա, ոչ։ Նորից, որպիսի այս հատվածների բառերը չձևավորի մեր ընկալումը Իսրայելի հանդեպ, սա պարադոքս է դառնում։ Աստված ասում է Իսրայելը այսպես է, բայց նա հայրերի ընտրության պես սիրելի է։ Տեսնում եք։ Այսինքն մնում է Աստծո ժողովուրդ Աստծո նպատակների մեջ, Աստծո փրկության ծրագրի մեջ որոշակի ֆունկցիոնալ դեր կատարելու համար։ Այս սա է պարադոքս, որ մեզ համար անհասկանալի է դառնում Աստծո փրկության ծրագրի մեջ է նրանց կարևոր դերը։ Իսրայելի ժողովուրդը եւ Երուսաղեմի հետ կապված մեսիական թագավորությունը սա ամենակարևոր նշանակությունը, որ առաքյալը զարգացնելու է այդ միտքը։ Երուսաղեմի հետ կապված եւ Իսրայելի հետ կապված է մեսիական թագավորությունը, Իսրայելի արքայությունը, որ գործարքելուց առաջի գլխում առաքյալը Տեր, հիմա էս Իսրայելի թագավորությունը հաստատելու։ Սա մեսիական թագավորությունն է, կապված է Իսրայելի հետ, որը կհաստատվի Քրիստոսի երկրորդ գալուստով։ Այդ ժամանակ, այսինքն այս արքայությունը կհաստատվի ոչ թե Իսրայելի զենքերով, պատերազմներով ինչպես այսօր, ոչ թե նրանց տանկերով, այլ գերբնական կերպով, երբ Քրիստոսը կգա եւ իր բերանի սրով կսատկացնի հակաքրիստոսին եւ մյուսին, այսինքն եւ սուտ մարգարեին, սա շատ կարեւոր է որ մենք տեսնենք, իր բերանի սրով, սա գերբնական ձևով եւ Քրիստոսը կտա նրանց խոստացյալ երկիրը։ Այստեղ ամբողջ խնդիրը որ առաքյալը զարգացնելու է այս միտքը, այսինքն հիմա մենք տեսնում ենք պատերազմով Իսրայելը պատերազմում է, ինչպես եղեցի 5 տականում առանց Աստծո էլ պատերազմում են, հիմա ինչպես է պատերազմում Աստծով, սա կարևոր է տեսնենք, Աստված նրանց հետ է, ոչ նրանք Քրիստոսին մերժել են։ Այստեղ ամբողջ խնդիրը որ ուզում եմ մենք ունենանք Իսրայելի մասին ընկալում ըստ Աստծո խոսքի, ոչ թե անձնական հակումներից ելնելով էմոցիաներ, այլ ճիշտ տեսնենք Աստծո խոսքի մեջ ինչ դեր է հիմա կատարում Իսրայելը։ Սա ես որպես ներածություն արեցի, որպիսի մենք անձնական քաղաքական գնահատականներից զերծ մնանք։ Ուղղակի մենք տեսնենք, ինչ է ասում Աստվածաշունչը Իսրայելի մասին։ Եվ ինչքանով է կապված Իսրայելի ապագան մեր քրիստոնյաների վերստին ծնված անձանց հետ։
Եվ ինչքանով ալ նրանց մոտ լինելու վերստին ծնունդը։ Այս սա ամենակարևոր սկզբունքն է։ Եվ այդ ժամանակա որ կկատարվի, որ ես շատ ուզեցի ձեզ հավաքել ինչպես հավը իր թևերի տակ, եւ Աստված կհավաքի Իսրայելը իր թևերի տակ, եւ Քրիստոսը կտա նրանց խոստացյալ երկին, ինչպես գրված էր, Մեսիան կգա եւ թշնամիներին կշպրտի դուրս։ Այս ամենը կկատարվի Քրիստոսի գալուստով։ Այն ժամանակ, երբ որ նրանք ուղակի աչքերը կբարձրացնեն եւ կնայեն նրան, որին խոցեցին, կամ կաղաղակեն նրան, որին խոցեցին, եւ լաց եւ ողբ կանեն նրա վրա, որին խոցեցին։ Սա Իսրայելի ընդունելության տարին կլինի։ Այսինքն այս միտքը ես ասեցի, որպեսզի մեր քաղաքական գնահատականը չլինի, այլ լինի Իսրայելի մասին մեր ընկալում ասող խոսքի վրա։ Մեր նախորդ հատվածում մենք տեսանք Իսրայելի անկման, ինչպես ասեցի, 4 դաս՝ շնորհքի մասին, խոնարհության մասին, հավատքի մասին եւ Աստծո վախի մասին։ Հիմա այս հատվածում կտեսնենք 4 պատճառներ Իսրայելի ապագա վերականգնման եւ ընդունելության մասին։ Եվ այս հատվածը շատ բան կխոսի մեր քրիստոնեական հույսի մասին, որ մենք որպես ֆիզիկական էթնիկ ժողովուրդ Իսրայել մենք կտեսնենք ինչ ապագա կա նրա համար, որքանով այն հոգևոր Իսրայել դառնալու, սա կարևոր է։ Պես առաջի կարևոր պատճառը Իսրայելի ապագայի համար, որ Իսրայելը կվերականգնվի եւ կհաստատվի։ 23-24 համարը կարդանք եւ կավարտենք արդեն մյուս զայնագրությունից կսկսենք այս 4 պատճառներին անդրադառնալ, որը ավելի մեզ կբերի ճիշտ ընկալման ամեն ինչի հանդեպ։ 23-24 համարները։ Եվ նրանք էլ, եթե անհավատությունը չկենան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է դարձյալ պատվաստել նրանց, կամ զորավոր է դարձյալ պատվաստել նրանց։ Վասնզի դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցար եւ բնության դեմ բարի ձիթենու վրա պատվաստվեցար, էլ որքան ավելի նրանք, որ բնական են եւ կպատվաստվեն իրենց ձիթենու վրա։ Առաջի Աստված կընդունի Իսրայելը հավատքի շնորհիվ։ Սա կանադառնանք մյուս զենեության մեջ։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Ամեն։